Եթե հիմա ոչ մի պայմանագիր չկնքեն, այսինքն Ադրբեջանի կողմից եթե պայմանագիրը կնքվի, ելի նույնն է լինի, ինչ որ 94 թվականին։ Սա տարիներ շարունակվելու է։ Սա կախված է մեր ղեկավարությունից։ Եթե հիմա մեր ղեկավարությունը թույլ տար սահմանը որոշ չափով անցնելու, այսինքն մենք պարտադրեինք իրենց խաղաղություն, այդ ժամանակ հնարավոր է, որ մի 50 տարով, 20 տարով կերկարեր, բայց քանի որ մեր ղեկավարությունը չի թողում սահմանը անցնենք, ինչ-ինչ պատճառներով, կարող են պատճառները շատ բերել, բայց դա կլինի հակահայկական, հակա եւ այլն, հասկանում եք։ Մեր արտաքին քաղաքականությունը եւ ղեկավարության քաղաքականության շնորհիվ շատ բաներով մենք տուժում ենք, որովհետեւ եթե սա լիներ մենք պարտադրենք ադրբեջանցիներին, որպեսզի իրենք նորից մեծ ծնկաճոկ խնդրեին մի քանի երկրների միջոցով, մենք կշահենք եւ պատերազմը եւ հետագայում արդեն մեր երեխաները, թոռները ավելի հանգիստ կլինեին, որովհետեւ դա այլ կարիք չէր լինի այսպեսի։ Իսկ սա շարունակվելու անդադ 10 տարի, 20 տարի, 2 տարի հետո, 3 տարի հետո ոնց կարելի է կռիվ խաղալ։ Նրանք մեզ են կրակում, մենք նրանց ոչ մեկը առաջ չի գնում, ու մեր տղաներն են մենակ զոհվում։ Հնարավոր է բան խաղաղ ճանապարհով դա լուծել։ Երկրի իշխանություններից եւ նրանց իշխանություններից հակախված, եթե համաձայնության կան, հնարավոր է։ Ճիշտ ասած, հույս չունեմ լավ բանի, բայց ասեմ մի բան, որ մեծ տերությունները, որոնք մեր կողմից են խոսում, դավաճանում են մեզ։ Դրա համար մի քիչ կասկածելի է, բայց ամեն դեպքում մեր ոգին ուժեղ է ու մենք հաղթողի դերում ենք։ Խաղաղ կարգավորումը մենակ մեր բանակն է ու հզոր զենք պետքա համախմբվի հայությունը, զենք առնի ու իրան պաշտպանի, վերջ ուրիշ ճար չկա։ Մեր բանակն է, խաղաղությունը բանակ եւ զենք ունենալը, որպեսզի թշնամին իմանա, որ իրան լավ մեծ հարված կստանա ինքը, եթե հարձակվի Հայաստանի վրա։ Այսքան ժամանակ սպասում ենք, որ խաղաղ պիտի կարգավորվի, ոչ մի հուսադրող բան չեմ տեսնում այսօրվա դրությամբ, ոնց որ դե լրիվ գնաց փակողի։ Անորոշ, ինչպես եղել է դարեր շարունակ։ Բայց բոլոր դեպքերում իրանց հետ իրանց լեզվով պետք է խոսել։ Պետք է փորձել մի հատ գոնե ականջները քաշել, որ խելոքանան։ Ուրիշ բան չեմ կարող։ Դուք որպես քաղաքացի կողմ եք խաղաղ կարգավորմանը։ Իհարկե։ Միանշանակ։ Որտեղ պատերազմը ոչ մեկին, ոչ մի դրական բան բերել չի կարող։ Մարդկությունը դրա տառապածն է, դրա այսպես ասած տուժածն է։ Պատերազմից ոչ մի բան չի կարող։ Պարզապես իրանց հանգստացնելու, հասկացնելու համար պետք է իրանց լեզվով հասկացնել։